Նախ պետք է մենք արդյունավետ օրակարգ գտնենք եւ դրա շուրջը կոնսոլիդացնենք հասարակությանը։ Երբ որ մենք մեր օրակարգը կունենանք, համոզված եղեք Նիկոլ Փաշինյանը կրակն անգնելու իրես հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիայի մեջ, որովհետև նա կորցնելու է հասարակությանը, այսինքն դու պիտի այնպիսի օրակարգ խոսույթ գեներացնես, որ հասարակությունը կոնսոլիդացվի քո շուրջ, եւ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ կա սուբյեկտ դարձած հասարակություն, որը կանխելու է իր բոլոր ապօրինությունները։ Հակառակ բaragայում տեսեք ինչ անում։ Այո, դուք շատ ճիշտ նկատեցիք։ Ինքը հասկանում է, որ եթե նույնիսկ կաթողիկոսին ձերբակալի, դրանով կաթողիկոսը կարգալույս չի լինում։ Նույնիսկ այսինքն բանտն է դառնալու վեհարան, որտեղ մեր վեհապար հայրապետն է, նա էլ վեհարան է։ Հետևաբար նույնիսկ ռեպրեսիվ ամենակոշտ մեթոդով նա չի կարող լուծել լեգիտիմության հարցը իր կամպանիայի։ Հետևաբար նա վեհապարի շրջապատի մարդկանց կալանավորում է հենց այդ նպատակով, որպեսզի վեհապարին հակի նրա ինքնական հրաժարականը հասունացնելու նպատակով։ Ես հույս ունեմ, որ վեհապարը չնայած բոլոր ճնշումներին իր հավատավոր հոտի հորդորներին ականջալուր կլինի եւ հրաժարական չի տա։ Բայց Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, միևնույնն է, եթե նույնիսկ նա գիտակցում է, որ երկարաժամկետ կտրվածքով իր այս արկածախնդրությունը տապալվելու է, եթե այս ճնշումները ազդեցություն չունենան, այո, հոգեբանորեն եւ նաեւ գործնականում պատրաստ լինենք, որտեղ նա գնալու է նույնիսկ վեհապարի կալանավորման։